Ողջույն, շարունակում ենք մեր դասընթացը, սա 5-րդ լաբորատոր աշխատանքն է։ Նախորդ ժամին ուրեմն մենք խոսել ենք վլանների մասին եւ կոնֆիգուրացվել ենք մեր switch սարքը։ Ես որոշակի իմաստով կարգի եմ բերել սխեման։ Դուք կտեսնեք այստեղ, այսինքն պրոստը սա մեծ էր, մեկ ծվրված էր, ես դասավորել եմ, սիրուն կոկիկ, քանի որ մենք այստեղ էլի բան ենք ավելացնելու։ Ուրեմն այս PC-ն եւ այս PC-ն գտնվում են վլան 10-ում, այս PC-ն գտնում են վլան 2-ում։ Ամեն մի վլանի շսնեմ ունի մեկ subnet, այսինքն վլան պետք է պատկանի մեկ subnet-ին, միշտ հիշեք դա, հա։ Վլանը virtual local area network-ը թույլ է տալի մեկ, ասենց ասած, switch-ը բաժանել տարբեր layer 2 դոմեյնների, հա։ Կոպիտ ասած, դուք չեք ուզում ուրիշ switch դնել, որպեսզի միացնեք այս PC-ները, այստեղ ստեղծում եք վլան, հա, այս PC-ն պատկանում է այս վլանին, այս PC-ն պատկանում է այս վլանին։ Դա նույնն է, ոնց որ այս երկու համակարգիչները գտնվեն նույն քաղաքում, այս երկու համակարգիչները գտնվեն ուրիշ քաղաքում, հա, սենց։ Հիմա այս վլանը գտնվում է այստեղ, հա, վլան 10-ը, վլան 2-ը գտնվում է այստեղ։ Սա access ուրեմն պորտեր ենք մենք կարգավորել, access պորտերի վրա ընդհանրապես թույլատրելի է մեկ վլան, բայց պատկերացնենք ինչ որ մեկը բերում է այստեղ նոր switch է հա դնում, գրենք այստեղ switch 2, ենթադրենք սա գտնվում է երկրորդ հարգում, հա, ձեր կազմակերպության, որտեղ կան օրինակ ֆինանսական բաժինը եւ կա օրինակ engineering բաժինը։ Հիմա մեկը 4-րդ հարկ է կառուցել, այնտեղ դրել է switch, եւ այդ switch-ին 4-րդ հարգում պետք է աշխատեն նույնպես։ Ձեր staff-ը մեծանում է, այնտեղ նույնպես պետք է աշխատեն ինժեներները եւ ֆինանսական բաժնի աշխատողները։ Եվ պետք է այս հարգում, հա, բերեք սա միացնենք, այսպես անենք, բերեք գանք համակարգիչներ դնենք, որպեսզի ամեն ինչ պարզ լինի, սա գրենք ուրեմն PC6, հա, PC6, նրան տանք IP հասցե ֆինանսական, ասենք, բաժնից, կետ 6 ենթադրենք, սա գրենք PC5, 10, կետ 10, կետ 10, կետ 5, հա, այդ 4 հարգում ավելացել են աշխատողները և նրանք պետք է ուրեմն փոխազդեն այս համակարգիչը այս համակարգչի հետ, այս համակարգիչը այս համակարգչի հետ, բերեք կպցնենք նաև լարերը, սա, սենց, սա, սենց, հիմա սա պետք է պատկանի ուրեմն վլան 2-ին, հա, վլան 2-ին, սա պետք է պատկանի վլան 10-ին, դա նշանակում է, որ մենք պետք է այս պորտերը access պորտեր սարքենք, այս պորտին տանք վլան 10, այս պորտին տանք վլան 2, և այստեղի տրաֆիկը պետք է գա այստեղ, սակայն այստեղ ունենք մեկ այլ ինտերֆեյս, քանի որ սա այս ինտերֆեյսը երկու switch-երի ինտերֆեյսը, որպեսզի անցկացնի մի քանի վլան, այսինքն համ վլան 10-ի տրաֆիկը գա այստեղ, համ վլան 2-ի տրաֆիկը գա այստեղ և հակառակը, նա պետք է լինի տրանք տեսակի, հա, սա, հիշեցնեմ, որ access վլանը անցկացնում է մեկ վլան, կոպիտ ասած ընդունում է մեկ վլան, այստեղից տրաֆիկը եկավ, սա access պորտը և պատկանում է վլան 10-ին, այստեղի ինֆորմացիան այն դնում է վլան 2-ի ծրանի մեջ, հա, վլան 2 թագն է ավելացնում, իսկ տրանքը պետք է այստեղ կրի 2-ի և 10-ի ինֆորմացիան, այսինքն այն նաև պետք է տարբերի, հիմա բացենք այստեղ CLI, սենց անենք, որպեսզի ամեն ինչը մեր համար պարզ լինի, enable conf t, բերեք փոխենք անունը hostname switch 2, հիմա fast ethernet 02-ը պետք է պատկանի վլան 10-ին, interface fast ethernet 02, switch port mode-ը փոխում ենք access-ի, քանի որ այդ պորտը պատկանում է մեկ վլանի, switch port access, վլան 10, ահա, վլան 10-ը ստեղծված չէր, այն ստեղծվեց, բերեք կարգավորենք նաև վլան 2-ը, սկզբից ստեղծենք, այստեղ ես չեմ հիշում անունը, կարող ենք գալ այստեղ CLI և անունը նայել, հա, վլանների, դա նայելու համար, ուրեմն հավաքենք enable show վլան brief, տեսնում ենք, որ 2-ը sales-ն է, հա, ես ֆինանսական էի ասում, և 10-ը engineering-ն է,
Բերեք այստեղ սա ուրեմն երկուսը sales-ն է, name sales, հա, sense տանք, так, exit վլան 10 name eng, տանք exit։ Հիմա interface fast ethernet 03-ը switchboard mode access վլան, так, երկուս, հա, ես երկուսի տակ եմ գցելու, բերեք մի հատ ստուգենք show վլան brief եւ տեսնում ենք ուրեմն fast ethernet 02-ը 10-ի մեջ է, fast ethernet 03-ը տակ գտնվում է այստեղ։ Բերեք նրանց IP-ներ տանք, գանք այստեղ desktop, ուրեմն սրան տալիս ենք 10.10.20.6 255 կներեք 55 255 255.0 սրան տալիս ենք այստեղ 10.10.10.5 սա պետք է փոխենք 255 255 255.0 հիմա մենք կարգավորել ենք վլանը, տվել ենք IP հասցե նույն ցանցից, հիշեցնեմ, որ այստեղ դուք ping-ը գալիս էր այստեղ, կարող եք ստուգել, հա, դա command prompt, գրում ենք ping 10.10.10, ուրեմն 20.3, հա, տեսնում ենք, որ կապը այստեղից այստեղ կա և նրանք գտնում են վլան 2-ում, քանի որ սա նույնպես գտնում է վլան 2-ում, բերեք փորձենք նաև տեսնենք ping-ը կա այստեղ, թե ոչ, так, մեկ վարկյան, ինչու ping-ը կա, ping-ը պետք է որ չլիներ, բերեք փորձենք այստեղից, ping 10.10.20.3, հա, հետաքրքիր է, որ ping-ը կա, մեկ վարկյան, հա, ահա թե ինչու ping-ը կա, մեկ վարկյան, ուրեմն նայեք, երկու ինտերֆեյսներ միացնում ենք իրար, սա fast ethernet 01-ն է, բերեք սենց անենք show interfaces trunk, սա շատ կարևոր պահ է, ուրեմն նայեք, trunk ինտերֆեյսը անցկացնում է մեկից ավելի վլաններ, հա, այստեղ դուք տեսնում եք, որ այդ port-ն է, ուրեմն trunk-ը, բերեք գանք այստեղ, ստուգենք այստեղ, show interfaces trunk, հա, տեսնում ենք, որ fast ethernet 05-ն է trunk-ը, նայեք, երբ երկու switch-ներ միացնում եք իրար, այն trunk է ձևավորում և by default-ով, այսինքն default կոնֆիգուրացիայով այն անցկացնում է բոլոր վլանները, եթե դուք ոչ մի բան չեք կարգավորում, այն անցկացնում է բոլոր վլանները, սա շատ սխալ մոտեցում է, պետք է կարգավորել trunk ինտերֆեյսը, քանի որ ինչ-որ մեկը կարող է օրինակ գալ համակարգիչը միացնել այստեղ, ենթադրենք ինչ-որ մի port պատկանում է վլան 2-ին, որը մոռացել են անջատեն, PC-ն միացնի այստեղ ու այն սկսի փոխազդել այլ համակարգիչների հետ, ուստի պարտադիր ձևով պետք է կոնֆիգուրացնել interface trunk-ը, հա, interface fast ethernet 05, switchboard mode trunk, switchboard trunk allowed վլան, հա, ենթադրենք, բերեք գրենք այսպես 4-ն ու 5-ը, տալիս ենք end, հիմա տալիս ենք show interfaces trunk, տեսնում ենք, որ միայն կարելի է անցկացնել 4-ն ու 5-ը նախորդ բոլոր վլանների հետ համեմատած մյուս կոնֆիգուրացիայի, հիմա բերեք այսպես անենք, configure terminal interface, так, fast ethernet 01, հա, switchboard mode trunk, switchboard trunk allowed վլան, ասենք 2-ն ու 10-ը, так, այստեղ վլան բառը ես մոռացա գրել, ահա, տալիս ենք end և տալիս ենք show interfaces trunk, և տեսնում ենք 2.10 անցնում է, հիմա այստեղ անցնում է 2.10, այստեղ անցնում է 4-ն ու 5-ը, by default կոնֆիգուրացիան մենք վերացրեցինք, որը շատ սխալ է, այն սենց ասած security թուլություն է, հա, հիմա նորից ping անենք, տեսնում ենք, որ ping-ը կորավ, կապը կտրվավ մեր
համակարգիչների հետ, չնայած նրան, որ նրանք պատկանում են նույն վլանին եւ նույն ցանցին։ Դա նշանակում է, որ այն վլանները, որոնք դուք կարգավորել եք access այստեղ եւ access այստեղ, եւ եթե նույն վլանի համակարգիչներ կան մյուս ուրեմն switch-ի, ասենք ասած access port-երում, դուք պետք է այդ վլանները պարտադիր անցկացնեք այս ինտերֆեյսով։ Բերեք գանք այստեղ, ուղենք մեր սխալը, հա, configure terminal, interface fast ethernet 05, switch port, trunk, allowed, վլան, հա, երկուսն ու տակ, որն էր 10-ը, end տանք, show, interface trunk, տեսնում ենք հիմա, որ երկուսն ու 10-ն է անցկացվում, իդեպ շատ կարևոր մի բան, configure terminal, interface fast ethernet 05, քանի որ մենք այսպես հավաքեցինք switch port trunk, allowed, վլան, 2 ու 3, այն ջնջեց նախորդ կոնֆիգուրացիան, հա, եւ ավելացրեց նորը, սակայն այսպես դուք չեք կարող անել, քանի որ դուք կարող եք այսպես անել առաջի անգամ, հետո կարող եք դուք այստեղ օրինակ ավելացնել վլան 8-ը, վլան 20-ը, այստեղ նույնպես վլան 8-ը, վլան 20-ը, եւ այն պետք է ավելացնել այս ինտերֆեյսի վրա, ինչպես է դառնում switch port, տեսնենք, ուրեմն trunk, տեսնենք allowed, հետո վլան, այստեղ դուք ավելացնում եք add բառը, նախորդը պրոստը վերցնում է նոր կոնֆիգուրացիանը, հինը ջնջում է, նորն է անում, հա, իսկ այսպես դուք օրինակ անում եք 10, ստորակետ 8, հա, ենթադրենք, ինչն է սխալ, տակ 10, ու 10 կներեք, գրած է 8 և 9, երևի պետք է այսպես անել, հա, enter և enter օրինակ, end տանք և իմանանք show interface-is trunk, տեսնում եք, որ այդ ուրեմն վլանները ավելացան 2-ը և 8-ը, 9-ը, 10-ը, հիմա բերեք նորից ping անենք և տեսնում ենք ping-ը կա, հա, այստեղից այստեղ կապը կա, բերեք ստուգենք այս ցանցից, այս վլանից դեպի մյուս վլան, հա, ping, այսինքն կապը վլան 10-ի միջև switch-երի միջոցով, 10.10.10.5, տեսնում ենք, որ կապը կա, տակ, այսքան այս դասի համար ևս մեկ անգամ հիշեք, by default, trunk ինտերֆեյսը կարգավորվում է և երկու switch-եր միացնում եք իրար և այն by default-ով անցկացնում է բոլոր վլանները, մեկ վլանին պատկանող ինտերֆեյսը access ինտերֆեյսն է, մի քանի վլան կրող, այսինքն անցկացվող ինտերֆեյսը trunk ինտերֆեյսն է, հա, համակարգիչները պետք է փոխազդեն միմյանց հետ, եթե նրանք գտնվում են նույն վլանի մեջ, նույն subnet-ում, by default-ով, ուրեմն հիշում եք նախորդ դասին, դա native վլանը մեկն է, հա, սա ուղղակի հիշեցում, հուսով եմ ամեն ինչ հասկանալի է, այս սխեման ես կկցեմ ուրեմն դասին, հա, սա 5-րդ լաբորատորն է, save ենք անում, եթե մի բան անհասկանալի է, նորից կրկնեք ուրեմն դասը, նորից լաբորատոր աշխատանքը կատարեք և ամեն ինչ հենց ասած տեղը կընկնի, եթե չէ, կոմենտների բաժնում պարտադիր գրեք, շնորհակալություն, կտեսնվենք հաջորդ դասին։